մարդկության պատմության մեջ հայտնի չէ որևէ դրվագ, երբ երկրի իշխանությունը պայքարել է իր իսկ պետականության դեմ։ Տեսականորեն այն հավանական է, երբ երկրի բարձրագույն օղակներում կարող են հայտնվել թշնամի կամ թշնամորեն տրամադրված ուժեր։ Հայաստանում բազմաթիվ չլուծված խնդիրները պայմանավորված են երկիրը կառավարելու անկարողությամբ, մասնագիտական կրթության և փորձառության պակասով, պատասխանատու պաշտոնյաների պատեհ կամ անպատեհ որոշումներով։ Հայաստանում կադրերի նշանակումը կուսակցական նշանակությամբ դարձել է իսկական պատուհաս։ Բարձր պաշտոններ են զբաղեցնում ռեստորանի նախկին մատուցողը, մանկավարժը զբաղեցել է պաշտպանության նախարարի պաշտոնը, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում հայտնվել է ռազմական գործերից անտեղյակ նախկինում քաղաքապետարանի աշխատակից, իրավաբանը զբաղեցել է առողջապահության նախարարի պաշտոնը, հայկական ատոմակայանը ղեկավարում է ոչ մասնագետ նախկին անվտանգության աշխատակից, բազմաթիվ ռազմականացված առանցքային գերատեսչություններում, այդ թվում ներքին գործերի, արդարադատության, այլ մարմիններում աշխատանքի են անցել գործերի ոչ լիարժեք տիրապետող կուսակցականներ։ Եթե ազգային արժի համակարգի ոտնահարումը ազգակործան հասկացողություններ, ապա կադրերի քաղաքականությունը այս կտրվածքով պետականակործանման կտրվածքով է արվել։ Այդ բոլորի հետ մեկտեղ չի գործում ժողովրդավար երկրներին բնորոշ օրենսդիր, գործադիր, դատական մարմինների անկախ գործունեությունը։ Բոլոր որոշումները հրանգավորում են վարչապետի կողմից։ Իշխանությունը նույնացվել է սեփականության հետ։ Այդպիսի պայմաններում քաղաքական լարված իրավիճակը կարող է նաև պայմանավորված լինել որոշումների մոտ կանգնած պաշտոնատար անձանց մշտապես կասկածամիտ եւ անհավասարակշռ վարքագիծը։ Քանի որ Հայաստանում ցանկացած պետական նշանակության որոշումներ կատարում են անհատի կամ նեղ շրջանակի կողմից, հետևաբար բացառված չէ որևէ պաշտոնյայի հոգեհուզական վարքագծի ազդեցությունը որևէ պետական կարևորագույն որոշումների վրա։ Բժշկագիտական մոտեցումը այն է, որ որոշ մտային կամ հոգեհուզական հիվանդություններ ունեցող մարդիկ հանգիստ պայմաններում չեն տարբերվում առողջ մարդկանցից, սակայն անկանխատեսել նրանց վարքագիծը ստրեսային ուշադրություն պահանջող դեպքերում եւ այդպիսի մարդկանց ներգրավումը պատասխանատու պաշտոններում ունի պետական անվտանգության նշանակություն։ Եվ եթե շարքային քաղաքացու դեպքում այն քիչ անհանգստացուն է, ապա պատասխանատու պաշտոնյաների դեպքում գնահատական տալը կարևոր է։ Խորհուրդ կտայի ոչ թե ներկայում, այլև ապագայում մյուս իշխանությունների հրամաններով կամ արձանագրություններով Հայաստանում հիմնադրել առողջության վերահսկման պետական կոմիտե կամ մեկ այլ անվամբ կառույց, որի գործառույթը լինի բոլոր պատասխանատու աշխատող մարդկանց բժշկական հետազոտությունները անցկացնելը ամենամյա կամ երկամյա կտրվածքով հավանական նեյրոհոգեկան, ինչպես նաև որոշ էնդոկրին հիվանդություններ հայտնաբերելու նպատակով իրականությունը ստապ գնահատելը եւ օբյեկտիվ որոշումներ կայացնելը պահանջում է պատասխանատվության զգացումով հոգեպես առողջ եւ հավասարակշռած պաշտոնյա կամ պաշտոնյաներ։ Ուշով հետևելով Հայաստանի Հանրապետության առանցքային դեմքերից մեկի ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներին տված մասսայական լրատվության միջոցներին թույլ են տալիս անել որոշ մեկնաբանություններ։ Դիտարկումները ցույց են տալիս, որ նա քաջ գիտակցում է որևէ հարցի տրամաբանական կողմը, սակայն սպասվող պատասխանը նա ներկայացնում է երկարատև մեկնաբանությամբ, պատրանք ստեղծելով, որ պատրաստում է բազմակողմանիորեն ծարսպառիչ պատասխան, իսկ իրականում կոնկրետ պատասխանի համար հատկացում է շատ կարճ ժամանակամիջոց, խորամանկաբար շրջանցելով կոնկրետ պատասխանը։ Գիտեք, այս երևույթը կարող է նկատել բազմաթիվ մարդկանց կողմից եւ այն պարտադիր չէ գնահատել հիվանդագին։ Սակայն եթե որևէ անձի ճարտասանությունը մասաների կողմից կարող է ընկալվել վստահ եւ իրավիճակին տիրապետող
անձնավորության, ապա բժշկագիտական տեսանկյունից ուշադրություն է դարձում բառերի տրամաբանական ընթացքին, մեկ նախադասությունից մյուս անցնելու ժամանակային դադարին, ինչպես նաև ձայնային ելևէջների կտրուկ փոփոխություններին։ Վարչապետի մոտ նկատվում է անհավասարակշռված վարքագիծ։ Այն ինձ մոտ չի ձևավորվում այն պատճառով, որ անում է ոչ հայամետ հայտարարություններ, այլ այն պատճառով, որ սկզբում կարող են իրեն տիրապետող սկսի անհամեմատ հանգիստ, հետագայում վերածի անզուսպ եւ ոչ համարժեք վարքագծով անձնավորության, որը կարող է լինել բժշկությանը հայտնի ախտանիշների հետևանքը։ Իսկ այդ ախտանիշները հետևյալն են. ներքին նյարդային եւ զգացմունքային գրգռվածություն, կասկածամտություն կամ վստահության կորուստ, որ իրեն կարող է գաղտնալսում են, տրամադրության կտրուկ փոփոխություններ, սուտ խոսալու, մտքերը յուրովի ձևակերպելու հակում, անսովոր ժեստեր, ծամացողություն, թատերականություն, հակում ալկոհոլի կամ թմրամիջոցների նկատմամբ եւ վերջապես պատասխանատվության զգացում բացակայություն։ Մարդկանց ոչ պատշաճ վարքագծի ճշգրիտ պատճառը հայտնի չի, այնուամենայնիվ ենթադրվում է կենսաբանական, հոգեբանական, սոցիալական գործոնների համակցություն, որոնք կարող են առաջացնել այս պայմանները։ Պատճառների ցանկում կան նաև գենետիկ նախատրամադրությունը, այդ կերպ ծնողների հոգեկան հիվանդությունը։ Առկա է նաև գլխուղեղի երկրորդ արձագանքային համակարգի գերակայությունը առաջինի նկատմամբ, այլ խոսքով ներքին երևակայական խոհերը կարող են գերակայել իրական աշխարհանկալմանը։ Հետևաբար անձը ղեկավարում է բացառապես ներքին մտավախություններով։ Փաշինյանի մոտ ժամանակի ընթացքում ձևավորվել է բառախաղերի միջոցով ինքնապաշտպանական ռեակցիա, գիտակցելով, որ մտքերը իրենց անկախ կարող են տեղափոխվել մեկ այլ տրամաբանական դաշտ եւ ասելիքը կարող է չվերաբերվել տվյալ նյութին, այդ պատճառով հաճախ նա օգտագործում է բառերի կրկնություն, որը տալիս է ժամանակային հնարավորություն մտքերը հավաքելու եւ ասելիքը տրամաբանական դարձնելու մտադրությամբ։ Մեկ այլ դեպքում բառերի կրկնությունը կարող է լինել լսողներին իր ասելիքը հաստատելու եւ վստահելի լինելու նպատակով։ Եվ եթե բառերի կրկնությունը առավելագույն 3-4 անգամ է, այն կարող է դիտվել իր խոսքը լսողներին հավաստի դարձնելու համար։ Իսկ եթե այն կրկնում է բազմաթիվ անգամ, ինչպես նկատվեց Գերմանիայում հայկական համայնքի հետ հանդիպմանը շուրջ 11 անգամ, ապա այն միտում ունի կորած մտքերը հետ բերել նպատակով։ Իսկ մտքերի ինքնական հեռացումը ներհոգեկան հիվանդության ախտանիշ է, որը կոչվում է մտքերի ճեղքում, որը բավականին ուսումնասիրված ոլորտ է եւ ինքնական ազդակների հետևանք է։ Իդեպ այդ ազդակները պարտադիր չէ, որ լինեն արտաքին, օրինակ ոչ ցանկալի հարցեր տալը, այլ ներքին կարող են լինել։ Փաշինյանի մասնակցությամբ նաև կառավարության նիստերը հիշեցնում են դպրոցական ուսուցիչ աշակերտ դասաժամեր, որոնց վարչապետը զբաղված է, այսպես ասած, ամենից հասկացող ուսուցիչ դերակատարությամբ։ Դա բժշկագիտության մեջ հայտնի հոգեհուզական խառնվածքի ախտաբանական նարցիսիզմի փայլուն օրինակ է, որը ենթադրում է ծայրահեղ ինքնագոհ հոգեխառնված եւ բոլորին համարում են վերին աստիճանի բարձր ինտելեկտի, ամեն ինչից տեղյակ եւ անփոխարինելի անձնավորության։ Ես նախկինում բազմիցս դիմել եմ կոչով Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ֆրակցիաներին Հայաստանի ներկա վարչապետի ենթադրյալ հիվանդությունը հայտնաբերելու նպատակով կազմակերպել ստորագրահավաք մասնագիտական հանձնաժողով ստեղծողական կալիքով հրավիրելու նաև արտասահմանյան գործընկերներ։ Ասեմ, որ ստորագրակ չկա հիմա հավաքված եւ նա քվորումի հետևանք չէ։ Յուրաքանչյուր պատգամավոր կարող է ինքը անել այդ առաջարկությունը։ Այսպիսի հանձնաժողովի ախտորոշումը կարևոր գործոն է բոլոր ռատիֆիկացված փաստաթղթերը օրինական ճանաչելու նպատակով։ Ըստ իս գնահատելով ենթադրյալ հիվանդի տեսանելի վարքագիծը, նաև որպես բժշկագիտական բնագավառի մոտ կանգնած մարդ, ասեմ, որ նա չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից։ Թերևս հոգեբուժները պետք է որոշեն այդ հարցադրումները։